Ուշադիր հետևիր, որովհետև այն ինչ հիմա պատրաստվում ես տեսնել, կարող է ամբողջությամբ փոխել քո պտղատու ծառերի բազմացման ձևը։ Այս գելի միջոցով դու կարող ես ճշգրիտ բազմացնել այն ծառերը, որոնք կընտրես։ Այն պատրաստված է ուրենու բնական էքստրակտից եւ զարմանալիորեն խթանում է արմատների զարգացումը։ Սա հաջողության հարց չէ, սա ճիշտ կիրառված կենսաբանություն է, եւ հիմա ես քեզ քայլ առ քայլ ցույց կտամ, թե ինչպես դա անել։ Հիմա, առաջին հերթին, տեսնենք, թե ինչ նյութեր են մեզ պետք։ Եվ արդեն կարող եմ ասել, որ այստեղ ոչ մի տարօրինակ կամ բարդ բան չկա, ամեն ինչ շատ հեշտ է գտնել։ Եվ եթե չգիտես որտեղից գտնել, մերքեվում նկարագրության մեջ ամեն ինչ կթողնեմ, որ ձեռքի տակ ունենաս։ Մեզ պետք են 4 ուրենու տերևներ, մոտավորապես 2 ճաշի գթալ։ Մեզ պետք է չափման կուժ 1 լիտր ջուր պատրաստելու համար։ Սա հենց այն ճիշտ քանակությունն է, որով այսօր աշխատելու ենք։ Մենք օգտագործելու ենք չեզոք ագար-ագար առանց գունանյութերի կամ հավելումների։ Այն շատ հեշտ է գտնել, էժան է եւ բացի այդ քեզ պետք կգա շատ propagation-ների համար ապագայում։ Նաեւ մեզ պետք է բարակ մաղ, որպիսի թուլմը լրիվ մաքուր լինի։ Մենք աշխատելու ենք փոքր եւ դիմացկուն պլաստիկ տոպրակներով։ Սրանք օգտագործելու ենք ռոզմարինի մեթոդոն։ Եվ նաև մեզ պետք կգան մի քիչ ավելի մեծ տոպրակներ, որոնք ավելի ուշ կօգտագործենք ավոկադոյի եւ կիտրոնի ծառի հետ։ Տոպրակները ամրացնելու համար կօգտագործենք ամրակներ կամ պլաստիկ կապիչներ, ինչ որ ձեռքի տակ ունենք։ Ես խորհուրդ եմ տալիս, որ դրանք լինեն մաքուր եւ լավ վիճակում ցամաքացած վարակումից խուսափելու համար։ Իհարկե, պետք է ունենանք լավ սրված եւ ախտահանված դանակ։ Սա շատ կարեւոր է։ Մենք աշխատում ենք վերքերի հետ եւ չենք կարող անտեսել հիգիենան։ Նաեւ մեզ պետք կգա աղացած դարչին, որը կկիրառենք անմիջապես կտրվածքների վրա եւ կօգտագործենք նաեւ կանխարգելիչ միջոցի մեջ, որի մասին ավելի ուշ կպատմեմ։ Եվ մի ցողիչ։ Եվ վերջապես բուսական նյութը 3 ռոզմարիի կտրոն, 1 ավոկադոյի ծառ եւ 1 կիտրոնի ծառ։ Այս ամենը պատրաստ ունենալով հիմա անցնում ենք հիմքը պատրաստելուն եւ այս ամբողջ համակարգի իրական գաղտնիքի։ Հիմա 1 լիտր ջուր ենք դնում կրակին։ Երբ սկսում է եռալ, ավելացնում ենք 2 ճաշի գթալ չորացրած ուռենու տերև եւ խառնում ենք, որ լավ միախառնվի։ Անջատում ենք կրակը եւ թողնում, որ ճիշտ թրմվի։ Հիմա ամեն ինչ քամում ենք, որպեսզի թուրմը լիովին մաքուր լինի։ Ցանկանում ենք հեռացնել օրգանական նյութի բոլոր մնացորդները, տերևների կտորները կամ մասնիկները։ Եվ բացի այդ, պետք է հիշել մի կարևոր բան։ Քանի որ ջուրը եռացրել ենք, վերացրել ենք ցանկացած հնարավոր պաթոգենների զարգացում, որոնք կարող էին լինել թե ջրում, թե հենց ուռենու տերևի մեջ։ Երբ թուրմը լիովին մաքուր է, այն նորից դնում ենք կրակին։ Եվ հիմա անմիջապես ավելացում ենք ագար-ագարը 2 փոքր թեյի գթալ, ոչ ավել, ոչ պակաս։ Հիշիր, որ ագար-ագարը կարող ես գտնել ներքևում նկարագրության մեջ։ Սա հենց այն ճշգրիտ քանակությունն է, որը թույլ կտա, որ թուրմը ժելեանա, ստանա խտություն եւ դառնա կայուն միջավայր։ Լավ խառնում ենք եւ երբ սկսի եռալ, 2 րոպե ճշգրիտ հաշվում ենք առանց որևէ պահի դադարեցնելու խառնելը։ Այդ 2 րոպեն անցնելուց հետո հանում ենք կրակից եւ թողնում մի քիչ սառչի։ Մենք այն չենք օգտագործի հենց նոր եռացած վիճակում, բայց նաեւ ամբողջովին պինդացած վիճակում էլ չէ, որովհետեւ երբ սառչում է, վերջնականապես պինդանում է։ Բայց նույնիսկ այդպես, եթե օրինակ ագար-ագարը սառչի կամ ժելեյանա, բացարձակապես ոչինչ չի պատահի։ Կրկին կարող ես տաքացնել եւ այն նորից կհալչի։ Ուրեմն իդեալականն այն է օգտագործել, երբ այն մի փոքր տաք է եւ դեռ հեղուկ վիճակում։ Մինչև այն կհասնի այդ իդեալական վիճակին, սկսում ենք առաջին մեթոդը։ Սկսում ենք ռոզմարին։ Այս մեթոդի համար օգտագործելու ենք 3 փոքրիկ եւ ամուր տոպրակ։ Ընտրում ենք 3 առողջ ռոզմարիի ճյուղ մոտավորապես 4-ից 6 դյույմ երկարությամբ։ Առաջին հերթին մաքրում ենք ստորին մասը, հեռացնելով տերևները այն հատվածից, որը մնալու է տոպրակի ներսում։ Հենց այստեղ ենք ուզում, որ արմատները հայտնվեն։ Հիմքում մաքուր կտրվածք ենք անում լավ ախտահանված սեկատորով։ Կտրված հատվածում փոշի դարչին ենք քսում միայն բացված հյուսվածքի վրա։ Անհրաժեշտ չէ ամբողջ ցողունը ծածկել, մինայն վերքը։ Դարչինը օգնում է մեզ պաշտպանել առաջին շաբաթների ընթացքում նվազեցնելով սնկային խնդիրների ռիսկը։ Հիմա վերցնում ենք մի փոքր տոպրակ եւ հենց այստեղ է ամբողջ գաղտնիքի հիմքը, որը կիսվում են ձեզ հետ։ Սկզբում այն լցնում ենք նախապես պատրաստած գելով, մոտավորապես կեսը լցնելով։ Երբ գելը ներսում է, ներմուծում ենք կտրոնի ստորին մասը, համոզվելով, որ կտրվածքի ամբողջ հատվածը լավ ծածկված է։
Այս կերպ գելը ամբողջությամբ պատում է հյուսվածքը եւ ապահովում է մշտական խոնավություն հենց առաջին պահից։ Հիմա կապում ենք տոպրակը, որպեսզի այն լավ փակված լինի։ Նույն գործընթացը կրկնում ենք մյուս երկու կտրոնների հետ։ Այնուհետև 3 տոպրակները դնում ենք մի տարայի մեջ այնպես, որ դրանք լինեն ուղղահայաց կամ կիսաուղղահայաց դիրքում, որպեսզի գելը մնա կայուն հիմքում։ Հիմա փնտրում ենք մեծ պլաստիկ տոպրակ փոքրիկ ջերմոցային էֆեկտ ստեղծելու համար։ Ներս դնելուց առաջ 3 կտրոնները թեթևակի ցողում ենք դարչինի հիմքով բնական սնկասպանով, որի պատրաստման եղանակը կցուցադրեմ տեսանյութի վերջում։ Թեթևակի մեկ ցողումը բավական է։ Տեղադրումը ամբողջությամբ դնում ենք մեծ տոպրակի մեջ եւ փակում։ Եվ վերջ։ Ելը կսկսի կարծրանալ, իսկ կտրոնը կստանա այնինչ իրեն անհրաժեշտ է բնական օքսիդներ եւ մշտական խոնավություն կտրվածքի հիմքում։ Այստեղից հետո խնամքը շատ պարզ է։ Յուրաքանչյուր 3-4 օրը մեկ բացում ենք, ստուգում, որ ամեն ինչ կարգին է, թեթևակի ցողում ենք բնական կանխարգելիչով եւ նորից փակում տոպրակը։ Շատ կարևոր է համակարգը տեղադրել այնպիսի վայրում, որտեղ շատ քամի չկա եւ լույսը անուղղակի է, միշտ կիսաստվերում։ Եվ մոտավորապես 10 օր անց մենք կսկսենք տեսնել առաջին արդյունքները, կսկսենք նկատել ամբողջությամբ արմատավորված կտրոնները սպիտակ եւ ակտիվ արմատներով, որոնք աճում են այդ գելի մեջ, որն ունի իդեալական խտություն առանց որևէ խնդրի զարգանալու համար։ Եվ երբ դա տեղի է ունենում, սկսում ես հասկանալ, թե ինչպես է աշխատում այս արդյունավետ մեթոդը ցանկացած բույս բազմացնելու համար, որը քեզ դուր է գալիս։ Չէ՞ որ սա իսկապես անհավատալի չէ։ Հիմա երբ արդեն գիտենք, որ այս բույսերը շատ հեշտ են բազմացվում այս գելի մեջ, անցնենք երկրորդ մեթոդին, որը նույնիսկ ավելի հետաքրքիր է։ Այս մեթոդը շատ հետաքրքիր է եւ հատկապես լավ է աշխատում այնպիսի ծառերի համար, ինչպիսիք են ավոկադոն, թեև կարելի է կիրառել նաեւ ցիտրուսների, մանգոյի եւ շատ այլ փայտային տեսակների վրա։ Առաջին հերթին մենք ընտրելու ենք ավոկադոյի ծառի առողջ ճյուղ։ Մենք այն ամբողջությամբ չենք կտրելում։ Այնինչ մենք անելու ենք մասնակի կտրվածքը, այսինքն ճյուղը բացում ենք մոտավորապես միջև դրա հաստության կեսը, այնքան որ ստիպենք բույսին արձագանքել, բայց առանց այն ծառից ամբողջությամբ բաժանելու։ Այս կտրվածքը կատարում ենք լավ ախտահանված էտման մկրատով։ Ճյուղը շարունակում է կապված մնալ ծառին, շարունակում է ստանալ հյութ, բայց հիմա մենք ստեղծել ենք ռազմավարական վերք, որը նրան կստիպի արմատներ արձակել։ Կտրվածքը կատարելուց հետո վերքի ամբողջ հատվածը լավ պատում ենք աղացած դարչինով։ Բացված հյուսվածքը լավ ծածկելը շատ կարևոր է, որպեսզի հետագայում սնկային հիվանդությունների զարգացումից խուսափենք։ Հիմա տեսնում ենք մի փոքրիկ տոպլակ։ Այդ տոպրակը մոտավորապես կեսից մի փոքր ավելի լցնում ենք նախապես պատրաստած ուռենու գել։ Այդ գելը այն միջավայրն է, որտեղ արմատները պետքա զարգանան։ Զգուշությամբ մի փոքր բացում ենք ճյուղի կտրվածքը եւ այդ հատվածը դնում տոպրակի մեջ համոզվելով, որ վերքը ամբողջությամբ շփման մեջ է գելի հետ։ Տեղադրելուց հետո տոպրակը ամուր կապում ենք ճյուղին։ Պետքա լավ ամրացված լինի առանց արտահոսքի եւ շարժման։ Մինչ ծածկելը թեթևակի ցողում ենք այդ հատվածը բնական սնգասպանով, որի պատրաստման եղանակը կցուցադրեմ տեսանյութի վերջում։ Թեթև անցկացնելը բավական է։ Հիմա ամբողջ հատվածը ծածկում ենք սև տոպրակով։ Սա կարևոր է, որովհետև այսպես խուսափում ենք ուղիղ լույսից, ավելի լավ ենք պահպանում խոնավությունը եւ ստեղծում ավելի կայուն միջավայր արմատների զարգացման համար։ Եվ այս ամենով արդեն ամեն ինչ պատրաստ է։ Հիմա մնում է միայն սպասել։ Մոտավորապես 8 շաբաթ անց, նույնիսկ 9 կամ 10, կախված տեսակից, կսկսենք տեսնել արդյունքը։ Ավոկադոյի դեպքում, որը ավելի պահանջկոտ է, կարող է մի փոքր ավելի շատ ժամանակ պահանջվել, բայց երբ բացում ենք տոպրակը, տեսնում ենք արդեն զարգացած սպիտակ ակտիվ արմատներ, որոնք փորձում են դուրս գալ այդ տարածքից։ Ուժեղ արմատներ, որոնք արդեն հող են ուզում։ Եվ այստեղ մի կարևոր բան կա, սա կլոն է։ Իրեությամբ սա օդային շերտավորում է, բայց այս դեպքում շատ ավելի կայուն միջավայրով եւ հաջողության շատ ավելի բարձր հավանականությամբ, քան սովորական սուբստրատը։ Դու նկատեցի՞ս տարբերությունը։ Հիմա անցնենք երրորդ մեթոդի։ Այս դեպքում դա անելու ենք կիտրոնի ծառի վրա օգտագործելով օդային շերտավորման դասական տեխնիկան, բայց բարելավված մեր աուքսինի գելով։ Ընտրում ենք ուժեղ եւ առողջ ճյուղ։ Առաջին հերթին ճյուղի շուրջը 2 կտրվածք ենք անում, որոնք մոտավորապես 2 սանտիմետր հեռավորության վրա են իրարից։ Այդ 2 կտրվածքների միջև ամբողջությամբ հանում ենք կեղևը։ Եվ հիմա գալիս է կարևոր մի հատված։ Քերծում ենք կամբիումը, այն փայլուն շերտը, որը մնում է հենց կեղևի տակ, այն փայլը, որ տեսնում ենք ստեղ։
Սա շատ կարևոր է, որպեսզի բույսը չկարողանա սպիանալ եւ ստիպված լինի այդ հատվածում արմատներ արձակել։ Երբ հատվածը ամբողջությամբ մաքրվում է, վերքի ամբողջ մակերեսին ցանում ենք աղացած դարչին։ Բացված հյուսվածքը լավ ծածկելը կարևոր է առաջին շաբաթների ընթացքում պաշտպանելու համար։ Հիմա պատրաստելու ենք տոպրատը։ Այս դեպքում օգտագործում ենք մի փոքր ավելին մեծ տոպրակ եւ կտրում ենք դրա ստորին մասը մի տեսակ թևք ստանալու համար։ Ինչու ենք սա անում։ Որպեսզի կարողանանք ճյուղը վերևից անցկացնել, տոպրակը սահեցնում ենք ճյուղի վրա մինչև ճիշտ այն հատվածը, որտեղ վերքն է։ Երբ այն տեղում է, ճյուղի ստորին մասում հենց վերքի տակ կապում ենք ամրակ։ Լավ ձգում ենք, որպեսզի ամբողջությամբ փակված լինի։ Հիմա տոպրակի մեջ լցնում ենք տաքացրած ուռենու գելը, համոզվելով, որ այն ամբողջությամբ ծածկում է վերքի հատվածը։ Երբ տեսնում ենք, որ վերքը ամբողջությամբ ծածկված է գելով, վերևի մասում դնում ենք երկրորդ ամրակը։ Այսպիսով ամբողջությամբ փակում ենք ճյուղի հատվածը եւ վերջում կրկին ամբողջ արտաքին հատվածին թեթևակի ցողում ենք կանխարգելիչ միջոց։ Հիմա արդեն ամբողջ հավաքածուն փաթաթում ենք սև տոպրակով։ Սա օգնում է արգելափակել լույսը, պահպանել խոնավությունը եւ ստեղծել ավելի կայուն միջավայր։ Լավ ամրացնում ենք կապերը, ամեն ինչ կարգավորում ենք եւ հիմա մնում է սպասել։ Մոտ 6-ից 8 շաբաթ անց մենք կսկսենք տեսնել մի բան, որ իսկապես տպավորիչ է։ Շուտով կսկսենք տեսնել շատ խիտ արմատներ, որոնք ձևավորվում են բնական հորմոններով, ուռենու հիմքով գելի ներսում։ Սա մեզ ազատում է ավանդական ճյուղի խնամքի անհրաժեշտությունից եւ թույլ է տալիս ստանալ լրիվ նոր պտղատու ծառ։ Երբ լավ արմատավորվի, ներքևի մասը կտրում ենք եւ վերջ։ Արդեն ունենք մեր ծառը տնկման համար պատրաստ։ Հիմա պատրաստենք այն բնական կանխարգելիչը, որ օգտագործել ենք։ Շատ պարզ է։ Պետք է 1 լիտր ջուր։ Ավելացնում ենք մի պտղունց աղացած դարչին, լավ խառնում ենք եւ ֆիլտրում բարակ կտորով կամ սուրճի ֆիլտրով, որպեսզի ամբողջովին մաքուր լինի։ Լցնում ենք ցողիչի մեջ եւ վերջ։ Արդեն ունենք մեր բնական սնգասպան միջոցը լիովին պատրաստ կիրառման։ Եթե հասել ես ստեղ, շատ կուզենայի, որ լայք դնեիր այս տեսանյութին եւ կիսվեիր այն մարդկանց հետ, ովքեր նույնպես սիրում են բույսերը, ինչպես մենք, եւ նրանց հետ, ովքեր հաճույքով սովորում են մրգատու ծառերի մասին։ Քո աջակցությունը օգնում է, որ կարողանանք շարունակել կիսվել նման խորհուրդներով ու գաղտնիքներով։ Եվ հիշիր, եթե դեռ չես բաժանորդագրվել, բաժանորդագրվի այստեղ ներքևում եւ միացրու զանգակը, որովհետեւ շատ ավելի հետաքրքիր տեսալյութեր են սպասվում։ Առայժմ այսքանը։ Կհանդիպենք հաջորդում։